Պաշտպանության նախարարությունն ըստ այդ գերատեսչության ղեկավարի շարունակում է կահավորել բանակային դիրքերը նոր ու գերժամանակակից սարքավորումներով։ Դա ըստ Սուրեն Պապիկյանի ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը, բարձրացնելով պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։ Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման ուղղված աշխատանքները։ 2022-ին Հայաստանի զինված ուժերը տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ կնքել են մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում ըստ Պապիկյանի եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 171 միլիարդ դրամ։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Զինծառայողների սոցիալական վիճակի մասին այսօր ըստ Պապիկյանի պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Ընդդիմադիրները սակայն ֆիքսել են, թե ինչ բացեր կան զինված ուժերում եւ որոնք են թերացումները։ Գեղամ Մանուկյանը վերջերս զորացրված երիտասարդներից է լսել։ Զորամասերի բուժկետեր կան, որոնք ժամկետանց դեղեր են պահում։ Ֆելչեր են եղել զինված ուժերում, որոնք հենց գետնի վրա են շփվել։ Տեսել մի ամիս մնացած ժամկետանց դեղերը։ Տեսել չաշխատող շտաբօգնության են բուխանկեքը, որով զինվորին պետք է օրինակ հոսպիտալ տեղափոխել։ Ինչու իշխանությունները միանգամից տարփողեցին, թե տեսեք, զինված ուժերի բյուջեն է կրճատվում։ Հարց է տալիս ընդդիմադիր падգամավորը։ Ուժային մյուս կառույցներում բյուջեի կրճատումներ եղան։ Ինչու չկար այդ ոգևորությունը։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ էր, որտեղ այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք կուճրտելու ենք, մենք բյուջեն բանակի կրճատում ենք։ Ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային եւ այլ ոչ բարեկամ երկրների։ Իշխանությունն ըստ падգամավորի հաճախակի է հայտարարում, թե եկեք տանենք ցույց տանք, թե ինչ սպառազինություն կա Հայաստանի զինված ուժերում։ Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե չի կարելի գաղտնի պաշտպանական շրջաններ այցելել։ Այդ ինչպես է ստացվում, որ 50 հոգանոց խմբեր են հայտնվում հենց այդ գաղտնի տեղանքներում։ Վերջինը մի քանի օր առաջ Ադրբեջանի բանակի ազգային հերոսը խոսում մտած թունելներով մանա գալիս ու ներկայացնում է, թե ինչ ինժեներական աշխատանքներ են եղել։ Շատ հաճախ իդեպ ադրբեջանցիները այդ ամբողջ Արցախի առաջնագծի պաշտպանական համակարգը շատ հաճախ կոչում են Օանյանի պաշտպանական գիծ։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, թե 30 պայմանագրային զինծառայողներ 700,000 դրամ են ստանում։ Շատերն են ցանկանում բարձր աշխատավարձ ստանալ, բայց չեն կարողանում ատեստավորվել։ Բազմաթիվ պատճառներ կան։ Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների նամակներն ու գրությունները կարող եմ ուղարկել, որոնք նույն մարտական հերթապահությունն իրականացնում են ոչ բարձր աշխատավարձով։ Ու ունեն բազմաթիվ պատճառներ, որ չեն կարողանալու այդ ատեստացիան անցնել։ Կառավարությունը հիմա զինված ուժերի համար որդեգրել է մի քաղաքականություն, նպատակ դնելով ստեղծել ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ։ Ըստ Գեղամ Մանուկյանի, աշխարհում բանակներն են լինում մարտունակ, պաշտպանունակ պետք է լինեն պետությունները, որ ցանկացած վտանգի դեպքում ամբողջ պետական համակարգը դիմակայի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։